Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 16-ի համար, վերականգնվել է տեսանյութերը, համենայն դեպս ես ուղիղ եթերի ժամանակ նշեցի, թե որքան ժամանակ կամ սա անժամկետ նաև և յուրաքանչյուր պահին նաև կարող է ավարտվել, համենայն դեպս այս պահին սկսում եմ և պատճառը և ամեն ինչ կարող եք նայել ուղիղ եթերում, այնտեղ ես ամեն ինչ խոսել եմ, որ կրկին անգամ այստեղ եւս այդքան չխոսեմ։ Նորից կլինի այն ինչպես որ կար, ոչ մի ինչ-որ փոփոխություններ այստեղ գոյություն չունեն, ուղղակի գրվածքն է մի փոքր փոխվել, այստեղ մի փոքր դիզայնն է փոխվել, այստեղ կարող եք նայել ամսաթիվը եւ մնացածը այնպես ինչպես որ կա։ Ահա քարտերը մի փոքր տաքացնեմ, որովհետև դե քանի օր է չեն աշխատել, ոչինչ չեն ասել։ Իդեպ մեկնաբանությունները փակ են լինելու, բայց ժամերը կարող եք գտնել այնտեղ մեկնաբանության բաժնում։ Ահա, բավական է։ Գնայենք խոյերին։ Եթե այստեղ տնեմ։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 16-ին, օրը երկուշաբթի։ Հարգելի խոյեր, այդ օրը ոմանք կարող են վիճել, ոմանք կարող են նաև տուն մաքրել, բացի դա էլ գումարի հետ կապված հարցերում շատ ուշադիր եղեք, որովհետև սուտ կա այստեղ։ Հույս ունեք, որ ամեն ինչ կարող է կարգավորվել, եթե պարտքեն, տան պարտքերը, եթե գումարի հետ կապված հարցեր ունեք, դրա հետ կարող է կապված լինել, որ հույսով եք, որ ամեն ինչ կկարգավորվի, բայց էլի սուտ կա, կարող են էլի սուտ խոսել և իրենց գործերը առաջ տանել։ Ամենայն դեպս դա գումարի հետ է կապված, գումարը տալու, վճարելու հետ է կապված, կարող է աշխատավարձն է նաև։ Տան հետ կապված իրադարձություններ ունեք, որոնք ոմանց համար սա հենց տանն է վերաբերվում, ոմանց համար տան ընտանիքի անդամների հետ է կապված, ոմանց մոտ է սա առիթ է, որ պետք է գնա կամ առիթ, կամ ձեր տուն կհրավիրեք մարդկանց։ Հանդիպում ունեք այդ օրը, երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ, ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, նաև սա ընտանեկան կյանքն է ցույց տալիս, որ այդ օրը կարող է ընտանիքի հետ կապված ավելի իրենց մասին հոգ տանեք կամ իրենց կողքը լինեք։ Եվ հուզմունք կարող է դրանից է, որ վիճում եք ինչ-որ մարդկանց հետ, եւ դա կարող է ընտանիքի անդամներն է, եւս ուշադիր եղեք, կամ երեխաները։ Նաև հուզվում կարող է արտասվում եք, կամ բարկանում եք ընդհանուր, դրանից է լինում այդ վեճը։ Կամ երեխաներն են գալիս, առիթ է, հուզված էստեղ տուն եք մաքրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 16-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կամ գումար եք ծախսելու կամ գումարի հետ կապված խոսակցություններ, արժեքի հետ կապված նաև այդպես խոսակցություններ։ Շուտ պետք է արթնանաք կամ ոմանք հենց հակառակը ուշ կարող են արթնանալ։ Եվ ինչ որ բան ցավ է ձեզ տալիս կամ գումարի հետ է կապված այդ խոսակցությունը կամ ինչ որ մի բան է, որը որ ձեզ կարող է ցավ տալ։ Նավրե գախնիկ է բացահայտվում, դա է ձեզ ցավ տալիս։ Կախված է թե ինչ գախնիկ է։ Նաև նորություն այդ օրը կլսեք, սեղանի շուրջ եք նստելու։ Նա ինչ որ մի բան նշեք կամ ուղղակի ինչ որ տեղ գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 16-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը մի փոքր կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից կամ տխրում եք, որովհետև բաժանում կա։ Նավրի այդ մարդը գնում է օտար երկիր կամ ինչ-որ մի ձևով իրարից հեռվանում եք, կամ ինչ-որ մի բան է ձեզանից գնում, ոչ թե մարդ, եւ դրա համար տխրում եք կամ այդ մարդուց եք հիասթափվում, ձեզանից հեռացնում եք դուք ինքներդ։ Նաև հանդիպում շփում ձեզ համար շատ մտերիմ հավատարիմ անձնավորության հետ, ընկերոջ հետ, կարող է երկու տարբեր մարդիկ են, մեկը ցույց է տալիս հավատարմությունը ինչ որ մեկի, մյուսն էլ հանդիպում ձեր ընկերոջ հետ, շփում ձեր ընկերոջ հետ։ Որն էլ որ այստեղ ինչ որ տհաճ պահեր նաև կան, կամ չկարողանում տեսնել ձեր ընկերոջը հանդիպել, կամ իր հետ է կապված, կամ ընդհանուր այդ ընկերը այդքան էլ լավը չէ։
Համենայն դեպս օրվա ընթացքում տհաճ պահեր ունեք, նաև հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսներ դրել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, և նամակ կարող եք ստանալ, ինչ-որ մեկը ձեզ նամակ գրի կամ փաստաթուղթ ստանաք, եթե փաթեթ ունեք պատվիրած դա կարող եք ստանալ, նաև նորություն է, տեղեկատվություն է սա, որը կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 16-ին։ Հարգելի խեցգետիններ, օրը բավականին երկակի է, մի պահ լավ է, մի պահ վատ է։ Որոշ իրադարձություններ ունեք, որոնք որ կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, դա այդ օրը եւս կկատարվեն, նաև կավարտվի վերջին մեկ ամսվա որևէ իրադարձություն։ Նաև կարող է սիրո հետ է դա կապված, կարող է պատրաստվում եք ինչ-որ մեկին առաջարկություն անել, մեկ ամիս է պատրաստվում եք կամ գումար եք հետ գցում, որ ինչ-որ նվեր գնեք։ Նաև կարող է սիրելիի հետ է դա կապված, ամեն ամիս ձեր սիրելին ձեզ գումար է ուղարկում, կամ ձեր սիրելի մարդիկ, ձեր հարազատները, ձեր ընտանիքի անդամները։ Որովհետեւ տհաճ պահեր կարող են տեղի ունենալ օրվա ընթացքում, որովհետեւ գործեր չեք հասցնում, ավարտեք, կարող դա է ձեզ համար տհաճ պահերը։ Հրավերք, որովհետեւ առիթի, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, բայց ինչ-որ մի բան էլ ձեզ ցավ է տալիս։ Կամ այդ առիթի ժամանակ կարող է լինել, կամ առիթից հետո, կամ այստեղ ավելի ուշ է դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առուսներին։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 16-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ոչ միտեղ կարող եք գնալ երկար մնալ կամ սպասել ինչ-որ մեկին, նաև ոչ քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք։
Այդ օրը ոմանք առիթի կհրավիրվեն, սեղանի շուրջ եք նստելու, նաև կարող է դուք եք առիթ ստեղծում։ Ընդհանրապես այդ քարտը դա է, եթե չեն հրավիրում, կարող է դուք եք ստեղծում այդ առիթը կամ ինչ-որ ուրախ առիթ է լինում, ինչ-որ մի բան նշելու համար ընտանիքով ուղղակի նշում եք։ Եվ սուտ կա այստեղ, նաև օձեր, կարող է բամբասանքն է սուտ, կամ ձեզ մոտ ինչ-որ մեկից են խոսում, որը ամբողջությամբ սուտ է, կամ ձեր մասին կարող են բամբասել, էլի սուտ բամբասանք լինի, կամ չար խոսքեր են, կամ ոնց որ տանեն բերեն, բայց դա էլ էլի սուտ։ Այդ ինչ-որ խոսակցություններ, որոնք եւս սուտ են։ Կամ նաև այստեղ բամբասանքը կարող է բամբասանքի մասին իմանաք, որ խոսում են սուտ բաներ ձեզանից այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 16-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը երեխաների հետ կապված իրադարձություններ ունեք, սեղանի շուրջ եք նստելու, հնարավոր է դե յուրաքանչյուր բան կամ թորներն են գալու, երեխաներն են գալու, իրանց հետ եք նստելու սեղանի շուրջ։ Եվ տհաճ պահեր կան օրվա ընթացքում, հանդիպում, որը գործնական է, դա կարող է լինել հարցազրույց, կարող է լինել բիզնեսի հետ կապված, աշխատանքի շփում, յուրաքանչյուր բան այստեղ գործարք եւ այլն։ Եվ գումարի հետ կապված խոսակցություն կամ գումար կծախսեք, կամ երևի այդ գործնական խոսակցության ժամանակ շոշափվելու է նաև արժեք, այդպես գումարի չափ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 16-ին։ Հարգելի կշարքներ,
Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան եւ դա է կարծես թե որ կնշեք առիթը կամ առիթի կարող են ձեզ հրավիրել եւ դա լինի ձեր ցանկությունը որ այդ առիթին դուք ներկա լինեիք եւ որոշ գործեր այդ օրը չեք հասցնում օրինակ ավարտեք կմնա ուշադրություն դարձրեք նաեւ ձեր առողջությանը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք բացի դա էլ ինչ որ միտեղ կարող է գնալ երկար մնալ Եվ նվեր է սա կամ դե արդեն եթե առիթ է կամ դուք նվեր կտաք կամ եթե ձեր առիթն է, ապա ձեզ նվեր կտան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Իհարկե ոմանք նաև կարող են սիրահարվել, ոմանք իրենց սիրված զգալ կամ իրենց հարազատների շրջապատում լինել։ Այսքանը։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 16-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ։ Սեղանի շուրջ կնստեք, նաև բավականին հուզված կլինեք։ Կամ այստեղ սիրային հանդիպում է, չնայած սիրային չի, սա հանդիպում է ուղղակի, բայց հուզված կլինեք, նաև կարող եք արտասվել, կարող այնպեսի մեկին եք տեսնում ու վաղուց չեք տեսել։ Ամենայն դեպս, հա, հուզմունքը կա, կամ կարող եք բարկանալ, ավելի այդպես նյարդային լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, ուրիշ ոչինչ չկա։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 16-ին։ Հարգելի աղեղնավորներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչ կանեք, ինչպես կանեք։ Օրվա ընթացքում երկու երկակի է, եւ լավ է, եւ վատ։ Այդ օրը հանկարծակի լուր կլսեք, ինչ որ մի բան ձեր օգտին կարող է ավարտված լինել, հա, դա այդ լուրը լսեք, որ ինչ որ մի բան ավարտվեց եւ այն էլ հենց ձեր օգտին։ Ինչ որ հարցում հաղթանակած դուրս կգաք։ Եվ նաև երեկոյան ուրախ եք, տրամադրությունը բարձր է, բայց եւս ինչ որ մի քայլ եւ կամ տխրում եք կամ ինչ որ մեկից հիասթափվում, հա, կարող է ձեր ուրախությունը զգում եք, որ չի կիսում ձեզ հետ կամ ինչ որ մի բան է, որ անմիջապես հետո ձեր տրամադրությունը փորձում են գցել։ Կամ այստեղ հենց հիասթափություն է հստակ մարդուց կամ հստակ իրավիճակից։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 16-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, ինչքան ժամանակ այս ձեզ համար կանխատեսում չմար, միևնույն է, օձեր էլի կան։ Այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը անպայման, նաև օձեր կան, կամ իրենք ձեզ նորություն կասեն, կամ իրենց մասին կլսեք, որ լսեք, որ բամբասում են ձեզանից, ինչ որ մի բան է, որ իրենց մասին կլսեք, իրենցից կամ կգան ձեզ մոտ եւ ինչ որ մի բան կասեմ, որը էլի ձեզ համար նորություն է, կամ ուրիշի վերաբերյալ լինի։ Եվ յուրաքանչյուր քայլանելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, հատկապես եթե ինչ որ օձերի հետ է կապված, կարող լսեք, հա, լսեք, որ իրենք ձեզանից շատ տենց լավ մեծ բամբասանքներ են տարածում։ Դրա համար քայլանելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք։ Եվ ինչ որ միտեղ կարող գնալ երկար մնալ, կամ սпасել ինչ որ մեկին, կամ երկար մնալ այդ տարածքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 16-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև որոշ հարցեր ձեզ կարող են տանջել, տատանվեք, մտածեք, մտքերի մեջ լինեք, ծանր թեթևանեք, հանդիպում, շփում ձեզ համար շատ հավատարիմ ընկերոջ հետ, մտերիմ մարդու հետ, սեղանի շուրջ կնստեք, նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, ձեր երազանքներից ինչ-որ մեկը կկատարվի, գումար կստանաք, եւ ինչ որ երևի ընկերոջ հետ երկար կմնաք ինչ-որ մի տեղում։
Բացի դա էլ որովիցե քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Եվ եթե ինչ-որ մի բան այստեղ կասկած կա ինչ-որ մեկի հավատարմության վրա, սա ասում է ձեզ, որ հավատարիմ է այդ մարդը ձեր հանդեպ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 16-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Նաև ոչ գործեր ձեր ձեռքից կարող են գնալ, իրենք անկայուն գործեր են եւ կարող եք բաց թողնել ձեր ձեռքից, ոչ նորություն կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, եթե ինչ-որ բան եք պատվիրել, դա կարող է գալ, ինչ-որ մեկը կարող է ձեզ նամակ գրել, որը կարևոր է։ Եվ այստեղ նամակագրական կապի մեջ կարող եք լինել ինչ-որ մարդիկ, որպեսզի ժամադրվում եք այստեղ, ժամ եք պայմանավորվում եւ գնում եք հանդիպման։ Այստեղ հստակ ժամադրություն է, սիրային ժամադրություն։ Ոմանք կարող են իրենց սիրելի մարդկանց հետ պայմանավորվել, ժամ գրել իրար եւ հետո գնալ հանդիպելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։